Կրկին Փոստանջան, մենք որպես կողքից դիտորդ տպավորություն է, թե դատարանը որևէ տրամադրվածություն ունի հենց ձեր նկատմամբ, հա, ճիշտ տպավորություն է մեր մոտ։ Դե չլսեցիք դատարանից ինչ ասեց, ասես դե դուք դիմել եք մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իհարկե տպավորությունը հենց եվրոպական դատարանից է, ես նաև նշեցի դատարանում, որ մեզ հասանելի են դարձել ամբուլատոր քարտի տվյալները եվրոպական դատարանից եւ նաեւ նախորդ փորձս իմ ցույց է տալիս, որ այստեղ որևիցե սրբություն գոյություն չունի, դե իրավունքի գերակայություն եւ օրենքի նկատմամբ հարգանք նույնպես գոյություն չունի, իրենք միայն վախենում են ինչ-որ տեղերից մահակներից։ Հետևաբար ինքը հենց հիշատակեց Եվրոպական դատարանի անունը տվեց եւ ամսի 19-ին, երբ նա ընդմիջեց դատական նիստը եւ այն որ ասում են առանց որևիցե հիմքի, այսինքն եթե այդ հիմքերը իրեն հուշել էին իր դատարանի գործընկերները, ինքը հետո փոխում է ինչ որ գործընկեր դատավորներ եւ այլն, նախ հուշել ընթացակարգ դատավարության գոյություն չունի եւ նաեւ գործընկերներ դատավորներ հուշելը եւ կամ վարույթում գտնվող գործերը քննարկելը այլ դատավորների հետ, սա արդեն ինքը խոստովանեց իր կողմնակալության մասին եւ ես հավանաբար ԲԴԽ կներկայացնեմ համապատասխան նաեւ բողոք զեկույց նրա նկատմամբ, այսինքն միջնորդավորված է բարձրական դատական խորհրդին դիմելը, այո կարգապահական վարույթ հարուցել է, բացի այդ նաեւ իր խոսքերի մեջ նաեւ կոռեկտ չէր, ընդհանուր մինչև ինձ մեղադրում էր գրագիտության պակասի մեջ, դա էլ լսեցինք, որ ասում էր օրինական ուժի մեջ է մտել, այսինքն անդադ հղում կատարելով վերաքննիչ դատարանին, ոչ, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվում է, ինքը պետք է ասեր այն կալանքը, որը ինքը երկարաձգել է, դրա մասին կարող էր ինքը նման բնորոշում տալ, ոչ թե վերաքննիչ դատարանի որոշմանը, ես դա էի փորձում ուղղել, որովհետև հանրությունը պետք է դա անցալեր։ Այսինքն ինքը ուզում էր անդադ հղեր այդ փաստին, որ իբրև կա վերադաս դատարանի անփոփոխ թողած որոշում, բայց ինքը այնքան շրջանցեց մեր բոլոր ներկայացրած ապացույցները, որ վերաքննիչ դատարանից հետո, ամսի 23-ից հետո տեղի են ունեցել եւ ձեռք են բերվել այլ ապացույցներ, որոնք բացառում են պարոն Ղուկասյանի կալանքը այդ պայմաններում, բայց հենց դա էր կարևոր նաեւ նոր հանգամանքը, որին նա պետք է ուշադրություն դարձներ։ Այս պարագայում այս ամբողջ վերլուծությունը բերեց միայն նրան, որ ինքը պատրաստ է քննարկել նոր փորձաքննություն նշանակելու եւ նոր փորձագիտական կարծիք ստանալու հարցը, ինքն էլ հասկացավ, որ փորձագետները ակնհայտորեն, այստեղ մենք ունենք երկու փորձագիտական կարծիքներ, երկու փորձագետի եզրակացություններ ունենք։ Մեկը տրվել էր Ռուսաստանի Դաշնության բժիշկների կողմից, բավականին հեղինակավոր եւ բավականին երկարատև ստաժով բժիշկների կողմից եւ երեք փորձագետի կողմից, որոնցից մեկը առնվազն կողմ է քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ է այդ ՊՕԱԿ-ի քրեակատարողական բժշկական ծառայության։ Այսինքն մենք ստե ակնհայտորեն ունենք տարբեր եւ ոչ միայն իրարամերժ կարծիքներ, այլ նաեւ անկախության հետ կապված հարցեր, դատաբժիշկների հետ կապված։ Ինքը շրջանցեց նաեւ դատաբժիշկներին հրավիրել դատարան քննել է մինչդեռ նման որոշում կայացնելու համար, նման ապացույցը որպես ուղենիշ դիտարկելու համար ինքը պետք է լսեր այդ փորձագետներին։ Այդ փորձագետներն էլ անպատիժ պետք է մնան, երբեք այդպես չի լինելու, որովհետև այդ նույն փորձագետները պարոն Ղուկասյանի կյանքից եւ առողջությունից գողություն են կատարել։ Այս պայդրությամբ այդ շաքարային դիաբետի ծանր ընթացքը ուղղակի անդրադարձ է կատարելու երիկամաների բավարար լինելու կամ ոչ բավարար լինելու վրա, որը ասել էին մյուս փորձագետները։ Եվ դա ես տեսել եմ, այսինքն ես ունեցել եմ նման պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի գործով, նա մտել է քրեակատարողական հիմնարկ 3-4 կարգի անբավարարությամբ երիկամային եւ դուրս է եկել դիալիզով, որը իրանք արագացրեցին այդ ամբողջ ընթացքը եւ սրտի իշիմիկ հիվանդությունը այնպես վատթարացավ, որ այդ մարդը այնտեղից դուրս եկավ արդեն բավականին մեծ ինվալիդությամբ
երրորդ կարգի ինվալիդը դարավ երկրորդ կարգի արդեն առաջի կարգի ինվալիդ։ Տիկին Փոստանյան, այսօր եւս ներկայացրեցիք միջնորդություն, որպեսզի խափանման միջոցը փոխվի, մենք ճիշտ հասկացանք, որ մերժվեց։ Այո, մերժեց ուղղակի այդ մասը փորձեց շրջանցել, ուղղակի շրջանցումը հետեւյալն է, որ կքննարկի փորձաքննություն նշանակելը։ Տեսեք, դատախազն բարբերաբար ասում է, որ Վարդան Ղուկասյանի մոտ արկա հիվանդությունները նշված չեն կառավարության համապատասխան որոշման մեջ, դուք ասում եք, որ կան հիմա։ Մենք ունենք այլընտրանքային այդ փորձաքննությունը, որը հստակ պատասխանել է, իրենք չընթերցեցին էլ այդ այլընտրանքային կարծիք չէ, փորձաքննության եզրակացությունը, դա փաստաթուղթ է ասում, ինքը նույնիսկ այդ փաստաթղթին փորձում էր որակում տալ, բայց այդ փաստաթղթին որակում տալը այդ տիրույթում պատասխանատվության հարց է առաջացնելու։ Այնպես չէ, որ այս մարդիկ, ովքեր որ այսքան երկարաձգեցին եւ ի սկզբանե նշվում է ախտորոշում, որը հոկտեմբերի 21-ից հետո ախտորոշում են իրենք նշում, իրենք իրենց ձեռով գրել են ամբուլատոր քարտում, որը արդեն այսօրվա դրությամբ այդ ախտորոշումը երկու նիշով փոխվել է դեպի վատը։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Հիվանդություն նախ թեթև դիաբետը կամ միջին դիաբետը դարձել է ծանր ընթացքով դիաբետ եւ արդեն ախտահարել է երիկամները։ Սիրտը ախտահարված եղել է, բայց հիմա սիրտը ավելի է վատացել։ Այսինքն սիրտանոթային համակարգը նույնպես ախտահարված եղել է նախկինում, հիմա արձանագրվել է երկու նիշ ավելի վատթարացում։ Սա ինչ է նշանակում։ Ուրեմն չեք բուժել։ Պայմանները չեն եղել այնպիսին։ Իրենք են արձանագրել, նույն այս դատավորը արձանագրել է, որ ծխողների հետ նույն խցում են պահում։ Իսկ դատարանը գրություն էր ներկայացրել, որպեսզի խոցը փոխեն, այսինքն ստացվում է, որ հիմա քրեակատարողական հիմնարկը դատարանի գրությունն է մերժել, եթե չի կատարել։ Այո, հիմա ամբուլատոր քարտի մեջ գրել են իբրև թե պարոն Ղուկասյանին տրամադրել են բուժօգնություն, բայց նշանակել են էտոցիզին, էտոցիզին դեղն են նշանակել, որը հակացուցված է։ Այսինքն դա ովքեր են նշան, ես չգիտեմ ինչ դեղեր են իրեն այնտեղ տրամադրում, ինքն էլ չգիտի, որտեղ այդ դեղերի տնօրինությունը իր մոտ չէ։ Ինչ որ մեկը տալիս է մի հաբ, ասում է այս հաբը ինքն է իր ուզելու պարագայում, ասում է սիրտս է վատ, տալիս են մի հաբ, շաքարս բարձրացել է այս մի հաբը, կրծքավանդակը ցավում է ինչ որ յոդեի կլետկաներ, չգիտեմ ինչը ցավում է վալիդոլ, այսպեսի բուժում է տեղի ունենում այնտեղ։ Խնդրեմ։